Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր սիրով հյուրընկալել եմ ՈՄԱ հիմնադիր ռազմական փորձագետ Վովա Վարդանովին։ Մնացեք մեզ հետ, նա կարևոր ասելիքով է եկել։ Քո տեղը զուգարանում է։ Ով է Ալիևի այդ լկտի բերանը, այսպես ասած, փակելու։ Եթե Ալիևը հաչում է իր տակ հաջողված գործողությունների շարան։ Այսօր Ալիևը պատրաստ է ի վիճակի է հարձակվելու Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Շնչուղին սխմել է պետք, մի քիչ էլ սխմել, մի քիչ էլ, միջև ենթարկվեն։ Հիմա այդ շնչուղին Հայաստանի տարածքում է։ Դասյունիկն է։ Ես տեսնում եմ պատերազմ, որովհետև ռեգիոնը եռում է։ Մեծ մերձավոր արևելքը եռում է։ Ես տեսնում եմ պատերազմ։ Ընտրություններից հետո պատերազմ տեսնում եք թե ոչ։ Հայաստանի Սյունիքն էլ կզոհաբերի, Հայաստանի Հանրապետությունն էլ կզոհաբերի։ Ես տեսնում եմ պատերազմ, որտեղ մենք կտուժենք։ Հիմա ինքը արդեն հասկանում է, որ ինքը պետք է ցամաքային օպերացիա սկսի։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարի օր։ Շատ շնորհակալ եմ հրավերս չմերժելու եւ այսօր այստեղ լինելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Վարդանով, մայիսի 10-ին Ալիևը իր ելույթում հայ ժողովրդին ոչ միայն անվանեց թշնամի, այլ նաեւ ասաց, որ մենք հոգեբուժների, հոգեբանների եւ բժիշկների կողմից պետք է լուրջ ուսումնասիրվենք։ Որքան մենք պետք է հանդուրժենք այս ապշերոնյան բռնակալի վիրավորանքները։ Ինչ պետք է անենք, ինչին պետք է մենք ստոպ տանք եւ ինչ միջոցներով այսօր։ Նման լկտի պահվածքը դե նորություն չի, հիմնականում բնորոշա հաղթողներին 20 թվականին ինքը բացահայտ հաղթանակ տոնեց, դրանից հետո 22 եւ 23 թվականներին, ասենք, ինքը էլի հաջողություններ գրանցեց, բացահայտ մենք տեսանք, որ մենք պարտվել ենք եւ ինքը էլ չպետք է բացադրի, որ ինքը հաղթող է, այլ ու դրա վրա ինքը լկտիություն է իրեն թույլ տալի։ Իհարկե դա նաեւ բացատրվում է մեր չհակադարձելով։ Եթե մի քիչ ավելի ուժեղ լինենք, իշխանությունները, հասարակությունը, ժողովուրդը նման լկտի պահվածք Ալիևը կզգուշանա։ Մենք կարող ենք Ալիևին իր իրական տեղը ցույց տանք։ Գոնե բանավոր խոսքով։ Մի հատ լավ ֆիլմ կա, ասում է, բանա, քո տեղը զուգարանում է, ռուսերեն ավելի կոպիտ անչում, ասում է, твое место рядом с Парашей, այ որպեսի այդպես լինի եւ Парашայի կողքը Ալիևը հայտնվի, մենք պիտի լինենք ուժեղ երկիր, ուժեղ հասարակություն։ Հակառակ դեպքում ինքը միշտ կարողանալու է անցյալի վրա հենվելով, ոչ վաղ անցյալի վրա հենվելով, նման պահվածք մշտապես ցուցադրի։ Իսկ այլ մեթոդ տեսնում եք։ Արեգ ջան, ես ախր հենց հենց չեմ ասում, որ մենք պարտվել ենք։ Նման բաներ, երբ որ ես խոսում եմ, ինձ շատ-շատերը բանա այդ ուռա պատրիոտները, որոնք այդքան չեն էլ ի վիճակի էլ չեն անելու էլ, ինչքան ասենք անում է ցանկացած ՈՄԱ-ի ինստրուկտորը, հրահանգիչը։ Իրանք բան են անում, կուրություն են ցուցաբերում մեր պարտությունների նկատմամբ։ Օրինակ, մեր զինվորը չի պարտվել։ Եթե մեր զինվորը չի պարտվել, դա նշանակում է հետևություններ չունես անելու, զինվորին փոխել պետք չի, ինքը հաղթել է, պարզվում է։ Ոչ մի բան փոխել պետք չի, ամեն ինչ լավ է, սա օքեյ է, քելեքը տենց է շարունակենք, էլի։ Իրականությունը շատ ավելի դառնալ 12 թվականից առ այսօր, բացի տակտիկական, ասենք, ինչ-որ հաջողություններից, այն էլ կասկածելի հաջողություններից, մենք միշտ անհաջողություններ ենք ունենում մարտի դաշտում։ Դա լինի սնայպերական պատերազմ, դա լինի դիվերսիոն պատերազմ, չակերտներով իհարկե, պատերազմը մեկը 89 թվականի օգոստոսից է սկսել, առ այսօր չի վերջացել եւ չի էլ վերջանա, եթե սնչ շարունակվի։ Ուրեմն սնայպերականում պարտվել ենք շատ հասկանալի պատճառներով, որովհետև թուրքը սնայպերական դպրոցը բացում է, զարգացնում է, սնայպերական զենքի արտադրություն է դնում, իսկ մենք հայ արտադրողներին ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում, շատ քիչ պատվերներ է գնում պաշտպանության նախարարության ծախսերից,
շատ քիչ է գնում հայ ռազմական գույք եւ զենք արտադրողներին, շատ աննկատ այն որ ասում են 150 միլիոն խնդալս գալիս է, էլի բյուջեն բնեի նայելով ու ընդամենը 150 միլիոն դրամ բան ռազմաարդյունաբերությանը լավ էլի։ Այնինչ համեմատական ենք անցկացնում Ադրբեջանի ռազմական Իհարկե Բաքվի հանրապետության, ասենք, բյուջեի մոտավորապես ռազմական բանը գնումների 40%-ը գնում է Բաքվի հանրապետության ռազմաարդյունաբերության վրա։ Դրա համար էլ լեզուն երկար է Ալիևի։ Իհարկե, որովհետև լավ, ասենք, սահմանափակվեց ինչ-որ ձևով իսպանական կամ իտալական կամ գերմանական զենքի մուտքը իրանց կամ ֆրանսիական ռադիոսարքավորումները բանակի, ասենք, սահմանափակվեց, ինքը գրեթե կեսը ինքը արտադրելով կարողանում է առանց այդ բանը սահմանափակումներից ողջ բարձրացնելու մեր հետ պատերազմել։ Եվ արդյունքում, ասենք, մենք ունենում ենք այն ինչ որ ունենք, մենք ունենք մեր ռազմական սպառազինության եւ ռազմական գույքի գնումների մեջ, ասենք, ռազմական նշանակության գույքի գնումների, ես շեշտում եմ, էլի Մայկատ Ռուսիկի հետ չեմ։ Մենք ունենք չնչին, ասենք, մոտավորապես 5-6, միգուցե մինչև 10%, քանի որ, ասենք, ռազմական բյուջեն պաշտպանության նախարարության կրճատվել է, ու ի տարբերություն թուրքերին աճել է, մերը կրճատվել է։ Իրանցը աճել է 50%-ով, մերը կրճատվել է 30%-ով։ Այդ կրճատման ֆոնի վրա մեր սպառազինության զակուպների տոկոսը եկել մինչև 10-ը դարել հայկական արտադրողներից, որ գնում են։ Ուրեմն թուրքերի հաջողությունները կարանք շարունակեն, գանք 16 թվականի հաջողությունը, երբ որ ինքը տրամպլին ձեռք բերեց, ոչ թե մեր անգրագետ ռազմական, ասենք, բաները, փորձագետները մեռա ասելով, էդի պարտություն է, եթե պարտություն չի, հաղթանակել չի, մենք հաղթել ենք, 16 թվականին ինքը տրամպլիններ ձեռք բերեց, որից օգտվեց 20 թվականին մեզ ջախջախիչ, ասենք, հարվածներ հասցնելով հյուսիսում եւ հարավում։ Դրանից հետո, ասենք, 16 թվականից հետո 18 թվականին ինքը հաջողություն գրանցեց, երբ որ 11400-ից 800 հեկտարի վրա ձայն էինք բարձնում, ողբում էինք, քֆրտում էինք իշխանություններին, 18 թվականի մայիսին թուրքերը 11000 հեկտար ձեռք բերում ունեցան, մենք դա չնկատեցինք, հələ հայտնի մի քաղաքական եւ ժամանակին ռազմական գործիչ հելավ ասեց մի խապեք սահմանի վրա Անդորա 11000 հեկտար թուրքը ձեռք բերեց, ասենք 18 թվականի մայիսին։ Դրանից հետո մենք անհաջողություն ունեցանք 20 թվականին իրենց բեսպիլոտնիկներով, բաներով, ասենք, անպատիժ, ինչ 18, ավելի շուտ 18 թվականին էդի ես իմ աչքով տեսա, երբ որ իրանք Քարվաճարի վրայով, ասենք, իրանք բեսպիլոտնիկները ամեն օր քշելով անցկացնում էին։ Ուրեմն դա երևի 17-18 թվից է սկսը, չէ, հիշեցի, Արշակը Զաքարյան ասում էր, որ դա սկսել է 18 թվականի վերջից, ինքը այնտեղ ռեստորան ուներ, մշտապես էր այնտեղ գտնվում։ Իսկ ես մենակ հավաքների էի Քարվաճառ, ասենք, գնում ոմայի անձնակազմը տանելով, հավաքներ անցկացնելով։ Ինքը ասեց 18 թվականի վերջից թուրքերը ռեգուլյար սկսել են անօդաչու սարքը հանել եւ մռավի վրայով անցնելով ուղիղ քշել դեպի Նախիջևան։ Էդ էլ է անհաջողություն, երբ որ քո օդային տարածքը հակառակորդը օգտագործում է, ու դու ոչ մի բան չես կարող անես, դա պարտություն է։ Այո։ Դրանից հետո 20 թվականի գարնանը մեզ կուտ տվեցին, թե 19-ի վերջ կուտ տվեցին, որ մենք բան ենք արել, ուղղաթիռի խոցումը կարանք հիշենք 15 թվականին, 19 թվականի վերջ էր, թե 20-ի սկիզբ մենք մի հատ հետախույս 30 միլիոն դոլարանոց սարք խոցեցինք, կուտ տվեցին մեզ, որ մենք մտածենք, որ այս տեխնիկան ինչ է, այս ժամանակակից բեսպիլոտնիկները զիբիլա են, այդպես մեր հին եսիմինչով խոցեցինք։ Դրանից հետո
20 թվականին մի հատ էլ կուտ տվեցին բանա այդ դիրքի համար մարտերում մի հատ է գեներալ ասենք զոհաբերելով որ մենք խոցենք որ իրանց արցիլերիան լրիվ զիբիլա մեր արցիլերիան իրանց հաղթում աբան այն դեպքում որ ինքը բանա արդեն չեխական դանաները ուներ արդեն դրանից առաջ ռուսականներն էր առե դրանից առաջ ուկրաինական հերետանիներ առե մեզ կուտ տվեցին այդ երկու փաստով եւ մենք արխայնացանք ոչինչ որ թուրքը այդքան հերահար արցիլերիա ունի չեխական դադանները գիացին տա բանա 20 թվականի անհաջողությունները չգիտես խի որպես հաղթանակ էինք սկսել ներկայացնել ինչա թուրքը ամբողջությամբ Արցախը վարի չտվեց բանա հետո թուրքերի բոքսով բանա կռիվ տալով սպեցնազը բերում էին դիրքապահների հետ կռվացնում էին բայց դե փաստա չէ հողեր էին ձեռք բերում վերին կուտ բանի ուղղության վրա բանա Ալ-Լճերի եւ Սևանի բանա այդ Վարդենիսի դիրքերում Գորիսի դիրքերում ասենք 21 թվականին Սև լիճը վերցրեցին դրանից հետո իշխանասարերը փոքր եւ մեծը դա սաղ անհաջողություններա կուտակվում ջերմուկի դեպքերը 22 թվականին Ղափանի բանա ներքին հանդի բանա կողքի անտառները հսկայական տարածքներ ենք ասենք անընդհատ զիջել զոհերով հլը մի հատ էլ ասենք Դագոնկու անցած տարի էր կարծեմ բանա 4 տղու խոցեցին երկրապահի ովքեր որ ներքին հանդում դիրքեր էին պահում ու այդ անհաջողությունները թույլ է տալի որ Ալիևը տես լկտի լինի մենք քանի որ չենք ընդունում մեր անհաջողությունները ով է Ալիևի այդ լկտի բերանը այսպես ասած փակելու այն ուժը որը որ ասում է սա պարտությունա իմ թվարկածները այս պարտության դեմը առնելու համար ասենք փոխելու իրավիճակը այս պետք է անենք այս մեկի դեմը այս պետք է անենք տեսնում եք ով քաղաքականացնել է ստացվում մեր հաղորդումը արի չասենք դրա մասին էլի ասենք բայց որ կառույցներ կան որ ի վիճակի են Չէ, չեմ ասում կոնկրետ անուններ հնչեցնեք, բայց տեսնում եք թե չեք տեսնում։ Ես տեսնում եմ, նման ոչ թե մի ուժ, այլ մի քանի ուժ եմ տեսնում։ Այս իրավիճակը փոխել հնարավոր է։ Այո, որովհետև Ալիևին հակադարձել հնարավոր է։ Խոսքերով օգուտ չի։ Լավ, ասենք, ընդեղից մեկը հաչած մեր իշխանություններից էլ մեկը ստից հաչած։ Չէ, Ալիևը կոնկրետ ասում է Հայաստանում կան ռևանշիստական ուժեր։ Եթե Ալիևը հաչում է իր տակ հաջողված գործողությունների շարան մի ամբողջ 15 տարվա հաջող գործողությունների շարանա դու հաջող գործողություններ չունես այդ հաչոցը ինչով է դրսևորվելու ոնց ենք մենք այդ հաչոցի դեմ առնելու միայն ու միայն այդ մեր անհաջողությունները ճիշտ գնահատելով առանց կապիկ լամի շլնելու որ ժամկետը լրացել է որ կոմիսիան դանդաղ աշխատել բան նորմալ վերլուծություններ արվի նորմալ ներգրավելով հասարակության ասենք այն մարդկանց ովքեր որ իրանցից շատ են հասկանում կամ գոնե իրանցից պակաս չեն հասկանում բայց ներկապահին ծառայության մեջ չեն առանց կեղտ համերձությունների ասենք ռևերանսների ինձ նաև ներգրավելով մի հատ նորմալ վերլուծենք ոնց կարելի առնել այդ դիվերսիոն անհաջողությունները, սնայպերական անհաջողությունները, հələ զենքը կես գործ, իրանց սնայպերական դպրոցը շրջանավարտներին սահման էր բերում, որ կրակեին հայ զինվորի վրա, որ ավարտական դիպլոմ ստանային, իսկ մենք սնայպերական դպրոցը փակեցինք։ Ով որ բանը տեղյակ չի, որ փակել են, թող իզուր տեղը Հավայի կոմենտներ չգրեն, էլի ասենք սրատակ։ Ես տեղյակ եմ, այդ դպրոցի պետին եմ շատ լավ ճանաչում, ինստրուկտորներից երկուսին գիտեմ, շատ լավ գիտեմ, փակվել է։ Սնայպերական հիմա վերաբացվել է, միգուցե, դա պետական ու ռազմական, ասենք, փակ ինֆորմացիա, միգուցե, բայց փակվել էր ու տարիներով փակված էր։ Նաև դրա պատճառով է, որ դու չես կարացել իրանց սնայպերներին հակադարձես եւ իրանք անպատիժ ոնց որ տիրում եկան 4 հոգի երկրապահի տղաներին անցած տարի էր կարծեմ սպանեցին հեռացան իրանց չամադանչիկները վեկալան գնացին ուրեմն պիտի քո սխալները վերլուծես հասկանաս ինչն է դրա դեմ առնել եւ երբ որ դու դրա դեմ առնես
դու կարաս արդեն Ալիևին հակադարձես, որովհետև ինքը ցանկացած այս հաջողությունը կարա կրկնի Դրա մասին է հենց հարցս, ասացիք, որ Ալիևը հաչում է, դա զուտ հաչոց է, թե հաչոցի տակ այլ վտանգ է, այսպես ասած, գաղտնագրված եւ նա այդ հաչոցից հետո ի վիճակի է եւ պատրաստ է հարձակում գործելու։ Այսօր Ալիևը պատրաստ է ի վիճակի է հարձակվելու Հայաստանի սուվերեն տարածքի վրա, քանի որ բաց դրա մասին հայտարարում է։ Ինքը ցանկացած այն մեր անհաջողությունները ռեսուրսը պահպանել է եւ կարա կրկնի, ասենց ասեմ։ Բա ում է սպասում այսօր։ Ում է սպասում։ Այո։ Իսկ իրավիճակը միջազգային ռազմաստրատեգիական, գեոստրատեգիական, ասենք իրավիճակը ցանկացած հաղթանակ մարսել է պետք։ Այսօրվա իշխանությունները առանց, ասենք, ռազմական ընդհարումների զիջումների են գնում։ Ես հենց այս ստուդիայում ասել եմ սրանից 1.5 տարի առաջ, թե մի տարի առաջ, որ դելիմիտացիան, դեմարկացիան ենթադրում է նաև, ասենք, որ սահմաններին պետք է վերադառնան 91 թվականի ադմինիստրատիվ սահմաններին։ Ու եթե մենք հիմա հանձնում ենք այն բնակավայրերը, որոնք որ սահմաններով, ասենք, ընկնում էր իրանց տարածքի մեջ, հա, դա օքեյ է, եթե ես այստեղ եմ հենց ասել, եթե սրանի այդ հանձնված տարածքից մի քանի կիլոմետր ենքում, շատ չէ, 5 կիլոմետր հեռավորության վրա բերքաբերի հողը, որը որ օդունդաղի մոտավորապես 25-ից 30%-ն է, օդունդաղ սարը այդ տարածքում իշխող բարձրություն է, իր դոշի վրա 1000 մինչև 1000 հեկտար հող պատկանում է բերքաբեր գյուղին, Պլատինայի մյուս կողմը, Ջողազ լճի Պլատինայի մյուս կողմը։ Այ եթե թուրքը դա վերադարձնի, դա ստացվում է, որ զիջում չի, այ իրական դելիմիտացիա, դեմարկացիա։ Քանի որ այդ տարածքը արդեն մի տարուց ավելա չեն վերադարձրել, իսկ մենք վերադարձրել ենք։ Արդեն եղավ, որ մենք զիջել ենք։ Խոսում եք դեմարկացիայից եւ դելիմիտացիայից, չէ՞։ Ադրբեջանը Ալիևի կոնկրետ բերանով Հայաստանը անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Ինչ դելիմիտացիա, դեմարկացիայի մասին կարող է խոսքը գնալ առհասարակ։ Ու անում է քաղաքակիրթ հանրության, միջազգային հանրության, միջազգային կենտրոնների աչքի առջև։ Ասեմ, ուրեմն ինքը անձամբ դա հազվադեպ է օգտագործում, ինքը ասում է, որ մեր պատմական հայրենիքն է։ Ինքը միջազգային զրույցների մեջ չի կարա օֆիցիալ ասի, որ սա բանն է։ Իհարկե դե յուրե ինքը ունի հիմք մեր հետ քաշքշուկի, որովհետև ինքը սովետական բանը չի ընդունել որպես հետևորդ կամ ժառանգ սովետական ադրբեջանական հանրապետության, այ հայտարարել է, որ 18 թվականի դեմոկրատական Ադրբեջան կոչված հանրապետության բանն է, իրավահաջորդն է ինքը։ Այդ հանրապետությունը ազգերի լիգայի մեջ չի ընդգրկվել հենց դրա պատճառով, որ ինքը սահմանային խնդիրներ ուներ Հայաստանի հետ։ Ուրեմն ես ընդհանրապես բերում եմ օրինակ, որ ինքը այդ ժամանակ չի ընդգրկվել, որովհետև ինքը մեր հետ սահմաններ չի անցկացրել։ Հիմա ինքը 91 թվականի սահմանը երբ իրան պետք է օգտագործում է այդ խոսույթը, այդ դրույթները, որ 91 թվականի սահմաններին ասենք բանա, ու դու չես կարող հակադարձես, որտեվ դու ուժեղ չես։ Դու ուժեղ իշխանություն չես, դու ուժեղ Հայաստան չես, դու ուժեղ հանրապետություն չես, ուժեղ հասարակություն չես։ Եթե դու ուժեղ Հայաստան լինես, ինքը դա արդեն չի կարանա, ինքը պետք է կողմնորոշվի, այ ոնց որ մեզ ասում են կողմնորոշվեք, շատ հաճախ խափելով Ռուսաստանի հետ եք, թե բանա Արևմուտքի հետ եք, այդտենց էլ մենք այդ ժամանակ լինելով ուժեղ Հայաստան կասենք ախպեր ջան, կողմնորոշվի, դու 18 թվականի իրավահաջորդն ես, թե 91 թվականի, եթե 91 թվականին ես, դելիմիտացիայի պրոցեսը շարունակվում է, բայց էլի եմ ասում, դելիմիտացիան ոնց ցույց տվեց այս մի տարուց ավել, այնքան էլ դելիմիտացիա չի։ Այն ինչ որ պետք էր Հայաստանից կորզեց Տավուշի մասից ու փակվեց։
հարցը։ Այո, ինքը չվերադարձրեց ոչ Այգեպարի հողերը, Այո։ ինքը դա Տաուշի մարզի մասին է խոսքը, ոչ Բերքաբերի Ինչ է հողերը։ նշանակում միակողմանի էր դելիմիտացիան։ Դա նշանակում է, որ մենք զիջում ենք միակողմանիա, իսկ միակողմանին դու զիջում ես, որովհետև քո երկիրը ուժեղ չի, քո հասարակությունը ուժեղ չի, քո իշխանությունը ուժեղ Հետո, չի։ պարոն Վարդանով, Երբ որ դու լինես անընդհատ ուժեղ, զիջելու ենք։ մշտապես միջև վերանալը, միջև Հայաստանը վերանալը, որովհետև Ոստի ախորժակ մեջ ենք մենք հիմա։ փոսի մեջ ու ասում ենք, բանա, հեսա մի հատ էլ փորձեմ չստացվի, այդ համտուն։ Դուք դեբիլ ենք մենք։ Որովհետև այդ իմ թվարկածը մեր անհաջողությունները մենք պետք է վերլուծենք ու ամեն անհաջողության դեմ, քանի որ մենք այնքան ուղեղ չունենք, որ առանց անհաջողությունների ենթադրություններ անենք եւ պլանավորենք այդ հնարավոր անհաջողությունների դեմ առնենք, գոնե փաստացի անհաջողությունները թուրքերի, ասենք, բանա իրանց համար դրական գործողությունները ճիշտ վերլուծենք, դրա դեմը առնենք, ուժեղանանք եւ որպես ուժեղ երկիր հակառակորդին ասենք հոп, այ հիմա Բերքաբերինը կվերադարձնես, կարծեմ Բերթավանից էլ մասան փող ունեն, Կոթի տարածքից հող ունեն, բանա իրանց տարածքում պահվող, բանա որ իրանց տիրապետության տակ Այգեպարի հող կա, Չինարի հող կա, то есть Տաուշի մարզերը մինչև դու չվերադարձնես ամեն ինչ Տաուշի մարզում, խոսակցությունը ավելնորդ է, քանի որ մենք դա չենք արել եւ արդեն խոսակցությունը եթում է այնտեղ հարավում դելիմիտացիայի մասին, դա չեղավ դելիմիտացիա, դա եղավ բանա իրանց ուզած ձևով սահմանի գծում։ Իսկ էդի հնարավոր է միայն ու միայն լկտի Ալիևի հիմնավորված լկտիության պայմաններում, առանց մեր կողմից հակադարձությունների։ Մեր հակադարձելը պատերազմի մասին չի խոսքը, որ մենք պատերազմ սկսենք, դրա մասին չի խոսքը։ Ասենք սնայպերական պատերազմում պարտվել ես, հասկանում ես պատճառը ինչ է։ Սնայպերական դպրոց է ստեղծում, մի քանի հատ մի հատի փոխարեն։ Որ ամեն ձևով կրճատվում է։ Ինչն է կրճատվում։ Ասացիք, որ ամեն ձևով մեր բյուջեն կրճատվում է։ Հա, բայց մենք եթե խելացի լինենք, մենք կարանք ուժեղանանք նույնիսկ այդ պայմաններում։ Մենք ինչ ենք անում։ Անընդհատ խոսում ենք դրա մասին, որ բանա փողով բանակը բան անենք, ավելի գրավչական դարձնենք, փողով ավելի բանա հրապուրիչ լինի ժամկետային ծառայությունը կրճատելով, պայմանագրայիններին փողով, սպաներին փողով, ոչ ոք փողի խաթր չի գնում ինքնազոհաբերության։ Ինքնազոհաբերության կարած գնաց հայրենիքի համար, ընտանիքի համար, ընկերոջդ համար։ Գոնե այդ հորիզոնական կապերը ամրացնես, որ ընկերություն ձևավորվի, ասենք, բանակում ու ավելի պինդ լինի, կոլեկտիվներ ձևավորես, գոնե կոլեկտիվներ ձևավորվես մոբ գումարտակներում, մոբիլիզացիոն բանա, որոնք որ համալրում են զինվորական, ասենք, այս պահին ծառայության մեջ գտնված մեր հայրենակիցներին պատերազմական իրավիճակներում, մենք դրա փոխարեն ասում ենք փողով, ատեստավորուի, որ փող ստանաս, առանց ատեստավորման պարգևավճարներ, եսի միջ, այտենց չի լինում, ոչ միտեղ նորմալ երկրներում զինվորականները, ես աննորմալ, բայց հարուստ երկրների հետ չեմ, այն որ ամերիկյան ռազմական մեքենան իրանց պաշտպանում է, իրանք կարում էին իրանք բյուջեի ծախսերը իջեցնեին միջև 1%, կես տոկոս բյուջեից, ես այդ երկրների հետ չեմ, բոլոր նորմալ երկրները, Սինգապուր, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բոլոր նմանատիպ երկրները իրանց զգալի մասը բյուջեի տրամադրում են ինքնապաշտպանությանը հարևան եւ ոչ այնքան հարևան երկրներից եւ խմբավորումներից։ Մենք պետք է այդ բաները պատմական փորձը հաշվի առնենք։ Կրճատել
միգուցե նաև կրճատես, բայց ամենակիչը դու պետք է ձևավորես հայրենասիրություն, ընկերասիրություն, իսկ մենք դա չենք անում։ Հակառակը մրցակցություններ ենք մտնում բանի մեջ, ատեստավորումների մեջ, որտեղ կարճ ասած մենք հասարակություն ենք սարքում, որտեղ չիլավեք ու վոլկ։ Ոչ թե ասենք մարդը մարդու հարազատն է, մենք մոնոէթնիկ երկիր ենք, մոնոէթնիկ, որին ձգտում է ցանկացած երկիր։ Թուրքը, երբ որ մեզ մեղադրում է մոնոէթնիկության մեջ, ինքը ձգտում է մոնոէթնիկության, դրա վառ ապացույցն է, որ ինքը լեզգինների տոկոսը ցածրացնում է, ավարների տոկոսը ցածրացնում է, թալիշների տոկոսը ցածրացնում է, այսօր ինքը մոնոէթնիկ երկրի թղթի վրա տպավորություն է թողում։ Բայց եթե մոնոէթնիկությունը վատ բան է, խի է ինքը ձգտում մոնոէթնիկության։ Այսօր ամենը մարտունակ ՆԱՏՕ-ի, ասենք, երկիրը Ռուսաստանի հարևանությամբ Ֆինլանդիան է, մոնոէթնիկ երկիր է։ Մյուս, ասենք, մոնոէթնիկ երկիրը եւ մարտունակությունով Երևակայի չզիջող, ասենք, Ֆինլանդիային քանակով առավել, դա Լեհաստանն է, մոնոէթնիկ երկիր, 90% եւ ավելի լեհեր են այնտեղ ապրում։ То есть մենք մոնոէթնիկությունը ունենալով մեր երկրում եղբայրություն ձևավորելու փոխարեն մեկը մյուսի հետ, ասենք, ատամներով իրար վրա կրճացնում ենք։ Ու դա նաև առաջի դեմքերի, ասենք, ոչ միայն պետության, այլ նաև կարծիք ձևավորողների առաջի դեմքերի պահվածքն է։ Երբ որ դու անընդհատ հեռուստացույցով կամ բաներով միլիոնավոր դիտումներ ունեցող մարդկանց ես տեսնում, որը որ ագրեսիվ հարձակվում է իր եղբոր վրա, թեկուզ տրայուրդնի կամ չիտվիյուրդնի, որտեղ մենք բոլորս իրար ազգական ենք։ Այդ ով դա չի հասկանում ու չի ուզում խոսքի ազգական լինի, որովհետև չի սազում իրան դրա հետ, մի քանի սերունդ հետ գնա ու կպարզվի, որ դու են նույնիսկ բանը բոմժի հետ ազգական ես, ով որ բանը աղբամանը քչփորում է ու գեդինը պետք է մտնես, որ քո ազգականը այդ վիճակում է, իսկ դու լավ ես ապրում։ То есть մենք բոլորս իրար ազգական ենք եւ գոնե մեր ամեն ինչը դոկտրինա պետական, մեր պաշտպանական, ասենք, համակարգը դրա հիման վրա կառուցենք։ Ես հիմա ազգայնականության մասին չեմ խոսում, այլ պրոստը որ մենք իրար հետ մի ազգ լինելով ազգական ենք բոլորս։ Պարոն Վարդանով, Ադրբեջանը փաստացի չի ճանաչում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների ամբողջականությունը, այդպես է։ Փաստացի ինքը իրավական հիմք է թողում իր համար, որ պետք եղած վաղ ասի, որ չեմ ճանաչում։ 91 թվականի վրա հենվում է, այսօր դելիմիտացիայի հարցում, այնտեղ որտեղ որ մեր հողերը պատմական, բայց սովետական քարտեզով կոչվում էին Ադրբեջանսկայ ՍՍՍР քարտեզի վրա։ Այդ հողերը, որ մենք իրանց վերադարձնենք, հետնել մեզ չտալով այն հողերը, որը որ գրված էր Արմյանսկայ ՍՍՍР։ Էդի նշանակումը ինքը ուժեղի դիրքից է մեր հետ խոսում, ուժեղ Բաքվի հանրապետությունը կամ ուժեղ Ադրբեջանը այս պահին այդ հարաբերությունների մեջ հարաբերվում է թույլ Հայաստանի հետ։ Որպեսզի այդ իրավիճակը փոխվի, անկախ դրանից թե ով է իշխելու հունիսի 6-ից հետո Հայաստանի Հանրապետությունում, ինքը պետք է մեր սխալները ուղի ռազմական, ասենք, գործում փագի ծակերը մեր հիմարությունից առաջացած մեր գոռոզությունից, առաջացած մեր ինքնահանվան պինգվինի նման, ասենք, բանը ցուցամոլությունից, մեր լկտիությունից, լկտի պահվածքից մեկը մյուսի նկատմամբ։ Մի հատ հասարակ բան ասեմ, նկատել են շատերը իմ սերնդի, որ մենք մոտավորապես սրանից 15 տարի առաջ դադարեցինք զեբրայի վրա բանը հեծիոտնին տրորել, որովհետև առաջի դեմքը առանց իր անունը տալու սկսեց զեբրայի դեմը կանգնել։ Կարմիր լուսարձակի տակ սկսեց կանգնել եւ դա ստիպեց հասարակություն, то есть պետք է իրանք օրինակ ծառայեն։ Օրինակ ծառայեն նաեւ եղբայրության մեջ, ոչ թե ասենք խոսան երկրի կոնսոլիդացիայից, բայց հաչան իրար վրա։
То есть ով էլ լինի պետք է կոնսոլիդացիայի վրա աշխատի, առաջի հերթին իր պահվածքով, առանց լաչառության, առանց չոր կոպիտ խոսքերի մեկը մյուսի նկատմամբ, առանց ատելության մթնոլորտի։ Այդ ատելության մթնոլորտը տարածողներին բոլորին իշխանությունը երբ որ ձևավորվի ամսի 6-ից հետո բոլորին պետք է խիստ նախազգուշացվի։ Ատելության խոսքը պատժվելու է, եթե քրեորեն չէ, հասարակության կողմից պարսավանքի եք ենթարկվելու եւ իշխանությունը ամեն ձևով կնպաստի դրան։ Ոնց որ արեցին Ուկրաինայում։ Ուկրաինայում հասարակությունը, ասենք, պատժում էր զիբիլի արխի մեջ գցելով, սկոչով կպցնելով ծառերին, տարբեր մարդկանց, ովքեր որ ուկրաինական իդենտիչնեստ ասացի դեմ խոսում էին եւ ոստիկանները կողքով անցնում էին, չնկատելու էին տալի եւ հետո չէին հետապնդում նման մարդկանց, բայց դա պետք է լինի ոչ թե նեղ կուսակցական շահերը հետապնդող գործողություններ, թեկուս օրենքը խախտող, այլ պետք է լինի հասարակությունը բռունցք դարձնող, ազգը առաջ տանող գործողություններ։ То есть իշխանությունը երբ որ ձևավորվի հունիսի 6-ից հետո, ինքը առաջի հերթին ով էլ լինի, պետք է բոլորին հավաքի, ասի ընտրություններ, եկեք իրար հետ պայմանավորվենք, որ իրար վրա չենք խոսալու, կոպիտ տոնով, հաչոցի մակարդակի, ասենք, երբեք իրար թույլ չենք տալ, որ նման ձևի շփում լինի։ Եվ բոլորս պետք է նման հաչացող մեզանից, ասենք, ավելի քիչ տոկոս կամ ձայն ունեցող կուսակցություններին, որոնք նույնիսկ չենք նկատել, ստե չենք հրավիրել, իրանց առաջնորդներին բոլորին պատժենք, թեկուզ օրենքի ուժից դուրս պատիժներով, ոնց որ ասեցի, հասարակական պրեսով։ То есть դա պետք է լինի կոնսոլիդացիայի առաջի քայլը։ Ինչ եք ենթադրում եւ ինչ եք տեսնում երկրի վարչապետ ասաց, որ եթե գործող իշխող ուժը չանցնի ընտրություններում եւ չհաղթանակի, պատերազմ է լինելու։ Պատերազմը ընդհանրապես մեր ընտրություններից կախված չի կարելի համանել, որովհետեւ պատերազմը բացարձակ ինքը արտաքին իրավիճակից է կախված, ինքը կախված է դաբրոներից, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ասենք Նիկոլ Փաշինյանը ասեց, բանը, սա Հայաստան է եւ վերջ եւ թուրքը արձակվեց, մի տարի տարբերությունով է արձակվել թուրքը։ Այն 19 թվին էր այդ արարել, 20 թվականին արձակվել։ Հարցը հստակեցնեմ եւ չշեղվենք։ Ընտրություններից հետո պատերազմ տեսնում եք թե ոչ։ Ես տեսնում եմ պատերազմ, որովհետեւ ռեգիոնը եռում է։ Մեծ մերձավոր արևելքը եռում է։ Ես տեսնում եմ պատերազմ։ Ես տեսնում եմ պատերազմ, որտեղ մենք կարանք ներքաշվենք թուրքերի Իրանի վրա հարձակվելու արդյունքում։ Ես տեսնում եմ պատերազմ, որտեղ մենք կտուժենք, եթե Թուրքիայի եւ Ռուսաստանի մեջ պատերազմ սկսի։ Ես տեսնում եմ պատերազմ, եթե Վրաստանի վրա ոտնձգություններ անի Ռուսաստանը։ Ես տեսնում եմ ու այդտենց ամենտեղ օջախներ կան։ Մի խոսքով Նաև կա պատերազմ ընտրություններից եւ անկախ ընտրությունների ելքից տեսնում եք պատերազմ։ Միանշանակ։ Էական չէ թե ով է երկրի ղեկավարը։ Խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Եթե դու ճիշտ ես քեզ պահում, եթե դու պատրաստվում ես, դու կարաս օգուտով դուրս գաս ցանկացած իրավիճակից։ Անկամ եթե երկրաշարժա լինում եւ 23000 մարդ է զոհվում։ Լավ օգուտով չէ, գոնե կորուստներդ մինիմալացնես։ Ոչ թե անզոր բռնաբարվողի նման, ասենք, ոնց որ խորհուրդ են տալի մեկ-մեկ, բանը թուլացեք ձեզ եւ բանը հաճույք ստացեք։ Դες չի կարելի։ Դրա համար էլ Ալիևը երկարացնում է լեզուն։ Այո։ Դրա համար պետք է պատրաստվես եւ 6-ից հետո պատերազմը, եթե դու ճիշտ քայլեր անես, հասարակությունդ ուժեղանա, կառավարությունդ ուժեղանա, կառավարությունը հենված լինի հասարակության վրա, ընդհանուր Հայաստանն է ուժեղանում եւ դու կարողանալու ես ցանկացած արհավիրքի դեպքում կամ օգուտով դուրս գաս, կամ էլ մինիմալացնես քո անխուսափելի վնասները։ Մենք ռեսուրսը ունենք։ Միանշանակ։ Դու գլխավոր ռեսուրսը ունես։ Գլխավոր ռեսուրսը դա մարդն է։ Դու ունես գլխավոր ռեսուրսը։ Որակյալ է մարդը։ Մեկ-մեկ որակյալ է, մեկ-մեկ չէ, մեկ-մեկ ասենք
բանա իրանանեն ցապաում որ զարմանում ես, էսի այն նույն հայնա, որը որ ի վիճակի չի տարական բաներ հասկանա, մեկ նայում ես ինքը հասկանում է այնպես բաներ, որ դու չես ի վիճակի հասկանալ, դու ռեսուրս ունես անսպար, քո մարդկային ռեսուրսները քանակականով պարոն Վարդանով միանշանակ, եթե դու հասարակությունը դարձնես իրար բարեկամ ազգական, ասենք լինելա արտնասնես եւ դարձնես մարզված, պատրաստված հասարակության անդամներից բաղկացած ուժեղ Հայաստան։ Եվ ինչպես տարիներ շարունակ ասում եք, ազգ-բանակ կապը։ Ազգ-բանակը հենց այդ է։ Դու պետք է լինես ազգ-բանակ, իմիջայլոց ձեզ մի բան էլ ասեմ։ Այսօրվա իշխող ուժը ներկայացնող վարչապետը սրանից մի քանի տարի առաջ ասեց անմիջական, ասենք իր ելույթը լսել եմ, որ ասեց, այս որ sense սխալներ ենք թույլ տալի, լկտիացել ենք, բան դուք եք մեզ լկտիացրել, ժողովուրդ, անվերապահորեն մեզ վստահելով ամեն ինչը, աբսոլյուտ իշխանություն։ Այդ որպեսզի ասենք նման իրավիճակներ չլինի, ոչ մի դեպքում ես չեմ ցանկանում իմ երկիրը նորից ինչ-որ ուժ լինի 50% եւ ավել ձայն հավաքած։ Միայն կոալիցիայով իշխանություն պետք է լինի, որպեսզի լկտիություն չլկտիանա անվերապահ վստահությունը ստացած, ասենք, իշխող ուժը, կապ չունի ինքը ով է, կապ չունի, այսօր ապոզիցիայում գտնվածը քաղաքթի, թե իշխանությունը, ասենք, կարողանա վերարտադրվի, կապ չունի, ոչ մի դեպքում ես չեմ մաղթում մեր երկրին 50% եւ ավելի մոտակա տասնյակ տարիները, որ ինչ-որ ուժ ձայն հավաքի պարլամենտում, որովհետև եթե անգամ 5% ինչ-որ մեկից ինքը վերցնելով 50%-ը ձևավորի, ասենք իշխանությունը, ինքը այդ 5%-ին ստիպված է լինելու 30%, 40% պաշտոններ զիջի, հակառակ դեպքում ինքը պարտվելու է, ով էլ լինի այդ 45% ձայն հավաքողը, ով ուզում է լինի, եւ դա արդեն կբերի ընդրան, որ ինքը կապրիզներով չի ղեկավարի, եւ հաղորդման վերջում սեփական վախերով կամ էլի։ Այո, մի քանի տողով, մտքով անդրադառնանք նաև տարածաշրջանին։ Պարոն Վարդանով, աշխարհը շուրջները պահած հետևում էր Ամերիկա-Իսրայել-Իրան հակամարտությունը եւ վերլուծաբանները, տեսակետներ արտահայտողները, քաղաքագետները, միջազգայնագետները մեծ մասը ամեն դեպքում խոսքները մեկ արած ասում են, որ Ամերիկան աշխարհի թիվ 1 երկիրն է իր հզորությամբ ու ամեն ինչով, Պարսկաստանը չի կարող, այսպես ասած, դիմանալ եւ դիմագրավել եւ Թեհրանի փլուզումից սկսվելու է Իրանի փլուզումը։ Այնինչ մենք ինչ պատկեր տեսանք, ինչ հասկացանք։ Մենք այնով որ ասենք ակնոցներ, sense մուկ ակնոցներ չի դրել ու ներսից դրած չի, որ Տրամպը հիանալի մարդ է, որտեվ ինքը տրիպ է, կարճ ասած, եթե տրիպեր չէ, տեսամ, որ հնարավոր չի հաղթել դրան, ով չի ցանկանում պարտվել, ինչը մեզ էլ է վերաբերում, մենք ցանկանում ենք պարտվել, եթե մենք չցանկանայինք պարտվել, ինչու չկարողացան ծնկի բերել Պարսկաստանին, Իրանը չի ցանկանում պարտվել, մի հատ անեկդոտ կա, այսինքն հզոր է, չէ, թույլն էլ կարա Իրան նման ձևով պայի, մի հատ անեկդոտ կա, այն որ նացիստական, ասենք, կոնցլագերում գալիս է մի հատ շտանդարտենֆյուրեր կամ եսիմիչ ֆյուրեր ու ասում է բանա ազգանունդ ոնց է այնտեղ խոսքի Իվանով Գազովի կամերա ազգանունդ ոնց է Ռաբինովիչ Կախաղան ու գալիս է մեկ էլ ազգանունդ ոնց է չգիտեմ Սարգսյան հա Սարգսյանին գնդակը արել մեկ էլ Սարգսյանը գոռում է չեմ ուզում իրան պետք չի ինքը չի ուզում Եթե չես ուզում քեզ չեն կարա Միշտ ասել եմ ու կրկնում եմ նորից հաղթանակը քո հաղթանակը որպեսզի դու հաղթես քո մեջ չի քո հաղթանակը հակառակորդի մեջ է քո պարտությունը իր զենքի սրի վրա չի իր հանճարի վրա չի իր բանակի քանակի մեջ չի քո մեջ է քո պարտությունը եթե չես ցանկանում չես պարտվի
Պարոն Վարդանով, որպես ռազմական փորձագետ ինչ հասկացաք։ Օրերս Իրանի հետախուզական ծառայությունները հայտնեցին, որ ունեն տեսագրություններ եւ ունեն հստակ փաստեր, որ Ադրբեջանի օդային տարածքը օգտագործվել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակվելու համար, ասացին ԱԹՍ-ները վերալիցքավորվել են հենց ադրբեջանական տարածքում, իրանական Hermes տեսակի այդ ԱԹՍ-ներ են դրանք։ Այո։ Նույնպես վերալիցքավորվել են եւ օգտագործվել է կարճ ասած Ադրբեջանի օդային տարածքը եւ ոչ միայն։ Այդ փաստերը ձեռքի տակ ունի Իրանը։ Ինչին է սպասում։ Հարվածեց Քաթարին, հարվածեց Սաուդյան Արաբիային, հարվածեց Էմիրություններին, որտեղից որ վտանգ էր գալիս։ Կարծես թե մի տեսակ տարօրինակ չի, կարծես թե ինչ որ ձևով խնայում է Ադրբեջանին։ Չէ, ոչ մի տարօրինակ բան չկա։ Ես լսել եմ ուրեմն արդեն մարդիկ կան, ասում են, որ քանի որ իրանց մոտ ազարի ցեղերը կան, ասենք թուրքալեզու 12-ից 15 միլիոն բնակչություն ասում են 30 միլիոն։ Եվ չէ, այդ 30 միլիոն ասում են այն մարդիկ, ովքեր որ ասիմիլյացիոն process-ները հաշվի չեն առնում, որ շատ ինտենսիվ է գնում ցանկացած կայսրությունում, այն ազգություններում, որոնք որ չեն հետապնդվում իշխանությունների կողմից։ Օրինակ, արաբական երկրներում, Իրանում հայկական հայերի ասիմիլյացիան տեղի չի ունենում ինչի համար, որտեղ ուրիշ կրոն ես կրում, կամ էլ հետապնդվում ես։ Այն, որը որ չի հետապնդվում, ինքը շատ արագ ասիմիլյացիա է ենթարկվում եւ ծագումով ազարին կամ կաջարը, թուրքալեզու տոհմա կամ եսի ինչը, իրանք շատ վաղուց արդեն պարսիկ են շատ-շատերը։ Իսկ այն թուրքերը, ովքեր թուրքերը չէ, թուրքալեզուները, որոնք որ ապրում են այսպես ասած չէ, հենց Ադրբեջանում, իրանք լինելով թուրքալեզու եւ վերևի Բաքվի հանրապետության հետ ազգական ժողովուրդ լինելով, Իրանը չի ուզում դրա պատճառով ընդրված վրա արձակվի, բայց մոռանում են մի բան, որ Ախվազ կարծեմ նահանգում արաբներ են ապրում, 5 միլիոն արաբ է ապրում, բայց իրանք արաբական երկրներին խփեցին, ոչ, խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Թուրքերը թե Բաքվի հանրապետության, թե Օսման թուրքերը, իրանք միակ ռեալ ուժն են, որ կարա հարձակվի Իրանի հանրապետության վրա ցամաքային պատերազմ Ամերիկայի կողմից գլխավորած միակ ուժն են։ Իրաքը չի կարա վախենում է Թուրքիայից ու Ադրբեջանից որ ցամաքում չէ, վախենալ չվախենալ։ Զգուշանում է, լավ։ Ոչ է զգուշանալու խնդիրը։ Խնդիրը որն է, ինքը դեռ ցամաքային պատերազմին, ասենք, պատրաստ չի։ Որքան է կուլ տալու Ադրբեջանի արարքները։ Կարող է շատ ավելի երկար, որովհետև փորձում է բան անի, կանգնեցնի պատերազմը։ Որ արդեն Ադրբեջանը կոնկրետ Իրանի մասով կարմիր գծերը հատում է։ Փորձում է կանգնեցնի պատերազմը, իսկ ցամաքային օպերացիաները երբ որ սկսեն, շատ ավելի դժվար է լինելու կանգնեցնել պատերազմը։ Իրանը շատ քաջ գիտակցում է, որ ինքը կարա չպարտվի, բայց հաղթել գրեթե անհնար է։ Հաղթանակ տոնել Իրանը չի կարա։ Ամերիկան աշխարհի հեգեմոն հենց հենց չի, ինքը 500-ից ավել բազա ունի, 2.5 միլիոն զոհ։ Պարոն Վարդանով, որ Իրանը երբ որ ցամաքային պատերազմը արդեն մտավ ցամաքային ֆազայի մեջ, ինքը էլի չի խփելու թուրքերին, մինչև թուրքերը չհարձակվեն։ Թեկուզ դրա համար, որ իր բնակչությունը տեսնի, որ ոչ թե ռոպագանդայի արդյունքում է թուրքը հակադրվում Իրանին, այլ հենց անմիջական ագրեսիա է դրսևորում Իրանի հողերի եւ բնակչության նկատմամբ։ Ինքը ստիպված է դա լինելու անել։ Ոնց որ սովետական միությունը, այն բանա հանճարեղ հակաստալինյան մարդիկ կան, ես պրոստալինյան չեմ, էլի, ընդհանրապես ես փորձում եմ պատմությանը, մանավանդ ռազմական պատմությանը օբյեկտիվ լինեմ, ու ես չեմ կարող լինեմ ստալինիստ կամ անտի-ստալինիստ, բայց Ստալինը անգամ 41 թվականի հունիսի 21-ի կեսգիշերին դեռ գնացքներ էր ուղարկում հումքով դեպի Գերմանիա, հույս ունենալով մինչև վերջի կետը, որ մի քիչ էլ ձգենք, մի քիչ էլ պատերազմը ուշ սկսի։
Մի քիչ էլ ուշացնենք, մի քանի օր էլ, մի քանի շաբաթ էլ, բանը մի քանի օր պետք էր, որ բանը կամերաները ինքնաթիռների վրա տեղադրեին, որոնք որ նոր փորձարկումներ էին անցել Մոսկվայի, ասենք, բանը ավիա բանում օկրուգում։ Ուրեմն այդ կամերաները նոր նալատկա էին անում եւ այդ արդյունքում, ասենք, ինքնաթիռները օպտիկական սարքերը հանել էին, որ տեղադրեին կամերաները, հանել էին շատ ինքնաթիռներից, կամերաները դեռ չէին տեղադրել։ Տանկերը T-34 բանը շատ չնչին քանակ էր, ասենք, զորքերին եկել։ То есть Ստալինին պետք էր մի քիչ էլ, որ ավելի բանը պատրաստված լինի բանը։ Հիմա դրան է սպասվում Իրանը։ Նույնը Իրանն է։ Դրան է սպասվում։ Ինքը չի սպասում։ Ինքը անընդհատ աշխատում է։ Հիմա երբ կսկսի, ասենք, թուրքերի կողմից ցամաքային օպերացիան, ինքը այդ ժամանակ խոսքի այդ ոնց որ հեռախոսը դնում ես զարյատկի, ասենք 10% էր կամ 40% էր։ Հիմա երբ ստիպված լինես տաքսին եկելա, որ հելնես, այդ վաղ զարյատկեն կհանես, բայց Համարձակ հանելու է Իրանը։ Միանշանակ, որովհետև այն կոնցեպտը, որ ես առաջ եմ քաշում, ու Իրանը դրանով է ղեկավարվում, որ ես չեմ պարտվելու, ոչ թե ես ինձ պարտված չընդունեմ, ինչը մի ուրիշ ձևի սխալ թեզա, շատ սխալ թեզա, հակառակը դու պետք է ընդունես արդեն պարտությունդ, երբ որ գրանցվել է, դու պետք է ընդունես, որ քո սխալները չկրկնես մյուս անգամ։ Իրանը եթե հարվածի Իրանը չի պարտվելու։ Թուրքիան մտնելու է խաղի մեջ։ Այ դա, ասենք, հարց է։ Բաքվի Հանրապետությունը միանշանակ Իսրայելի եւ Ամերիկայի, ասենք, գործիքը լինելով, մենք էլ ենք մասամբ Ամերիկայի գործիքը, մեզ ամբողջությամբ իրանց գործիքը դարձնելու դեմ մենք ռուսական ֆակտոր ունենք, որը բանը Բաքվի Հանրապետության վրա էլ այդ ֆակտորը չի աշխատում, կապերը Ալիևը մի ուրիշ ձևի կդրեց։ Արդյունքում ինքը անպատիժ ձևով կարա ամերիկյան եւ իսրայելական խաղերին մասնակցի։ Բայց Էրդողանը մի քիչ ավելի շատ ունի սուվերենություն, քան Բաքվի ռեժիմը եւ չի բացառվում, որ ինքը օգնի, նպաստի, աջակցի, բայց անմիջապես իր կողմից չհարձակվի Իրանի վրա, որովհետեւ Իրանի կողմից հարձակվելու դեպքում ինքը իր թիկունքում պարտիզանական շարժում է բացելու քրդերը։ Հիմա Ադրբեջանը Թուրքիային է լսում, թե Իսրայելին է լսում, պարոն Վարդանov։ Ում է ենթարկվում։ Ասեմ, հիմա եթե Հայաստանի Հանրապետության օրինակով բերեմ նորմալը, Փոքր։ ամենամեծ ներդրումները Հայաստանի Հանրապետություն ով է անում։ Սփյուռքը։ Դրանից հետո ամենամեծ ներդրումները Հայաստանում ով է անում։ Ռուսաստանը։ Դրանից հետո ամենամեծ ներդրումները ով է անում։ Ամերիկան։ Դրանից հետո նոր Եվրոպան։ Բայց հիմա Եվրոպայի խոսքը քաղաքական որոշումների մեջ ավելի կարևոր է, որտեղ հաշվի չի առնվում ռուսական շահը եւ սփյուռքի շահը։ Քաղաքական ազդեցությունը, այդտենց խասյաթուն։ Բայց կենցաղային առումով, օրինակ, Սփյուռքի կարծիքը ոնց հաշվի չառնես, եթե մեր հսկայական քանակ հայրենակիցներ կամ Սփյուռքի ներգրավված փողերի միջոցով բացված հիմնարկներում են աշխատում, շատերը ֆինանսական կախված են, այդ նույնը Թուրքն է, ինքը Օսման Թուրքից կախված է ստորին օղակում, քաղաքական, տեխնոլոգիական հարցում Իսրայելից է կախված, քաղաքական առումով Ամերիկայից։ Իսկ որ քաղաքականն է որոշում, դա միանշանակ է, ու ինչքան սուվերենությունդ բարձր է, այնքան շատ կարաս կամակորություն անես։ Ինչքան քիչ է քո սուվերենությունը, այնքան քիչ ես կամակորություն անում։ Օրինակ, թուրքերը եթե սրանից մի ամիս, 2 ամիս առաջ դեռ կարային պահանջեին Ամերիկայից, որ դες ստիպում ես պատերազմ սկսեմ, դե Սյունիքի մարզը տու ինձ ընդմիշտ ու Ամերիկան կտար, հիմա արդեն այդքան միանշանակ չի։ Հիմա կարող է մի քանի տարով, ասենք, թույլ տա, որ օկուպացնի Սյունիքը թուրքերը։
Ամերիկան թույլ կտա։ Իր ցամաքային օպերացիան առաջ տանելու համար, այսքան Հայաստանը փրկելով կորցնի այսքան Իրանը, հա։ Նորից այդ հարցը Ռուսաստանը ինչ կասի։ Իրան նավթը 90 միլիոն բնակչությունը եւ 3 միլիոնանոց Հայաստան, որը ռեսուրսներ չունի։ Այ հիմա նորից Ամերիկան թույլ կտա այդ հարցը կտաս Արեգ ջան, երևի չէ էլի։ Ինքը այս 90 միլիոնանոց երկիրը ձեռք բերելու համար Հայաստանի Սյունիքն էլ կզոհաբերի, Հայաստանի Հանրապետությունն էլ կզոհաբերի։ Ուղղակի ինչի համար եմ ասում, որ բանը հիմա ավելի քիչ զիջումներ կանի Թրամփը։ Եթե առաջ ինքը մտածում էր, որ ինքը օթով կարա հաղթի, թուրքերը ընդամենը երկրորդական դեր կարան խաղան, առանց իրանց էլ կհաղթի։ Հիմա ինքը արդեն հասկանում է, որ ինքը պետք է ցամաքային օպերացիա էլ սկսի։ Իր զորքերը պետք է բերի։ Այդ մասին չի հասկանում Իրանը։ Հասկանում է։ Օրինակ ամերիկյան զորքերը պետք է Օրմուզը մոտակա, ասենք, մի 100-150 կիլոմետր ափամերձ տարածքներ, մի 50 կիլոմետր խորությունով պիտի օկուպացնի Ամերիկան։ Եթե ուզում է, ասենք, բանը Կարող է։ հաղթանակ տոներ, ասենց ասեմ։ Կարող է։ Շատ դժվար է մեծ զոհերով։ Եթե առաջ ինքը առանց դրա մենակ թուրքերին խաղացնելով, թուրքը գլխավոր ցամաքային օպերացիայի գլխավոր ուժը լինելով շատ բան կարար պահանջեր, հիմա արդեն Թուրքից շատ բան կախված չի։ Արդեն Ամերիկան այնքան զորքեր ա կուտակել, 4-րդ լեռնային դիվիզիան, 82 դեսանտայինը, 101 դեսանտայինը, բանը 4 խումբ, բանը ծովային հետևակ, ամեն մեկը 5-5 հազարանոց, то есть ինքը արդեն այնքան ուժ ա կուտակում, այլաթում Իսրայելի 5 հազարանոց բազայա գտնվում, որտեղ որ բանը մի հրեա բանի մեկնաբանի էի լսում, ասեց, որ այլաթը դա Իսրայելի Կարմիր ծովի վրա միակ բնակավայրն է։ Ուրեմն այլաթում այս պահին հյուրանոցների բոլոր ով որ հյուրանոցների բաները վճարել է, որ ամառը հետա լողանա, փողերը հետ են տալի, բրոները չեղարկում են, տրամադրելու են ամերիկյան զինվորականներին։ Փաստորեն ամերիկյան զինվորականները այդ 5000-ը դարձնելու են 10-15 Իսրայելում գտնված։ Եգիպտոսի սահմանը։ Եգիպտոսի սահմանի վրա է, մի կողմից Եգիպտոս, մյուս կողմից Սաուդյան Արաբիա։ Ուրեմն այդ դա Պակիստանում այս պահին ոնց որ թե բանը այնց միանշանակ չի, որ Պակիստանը կներգրավվի պատերազմի մեջ, բայց որ Պակիստանը, ասենք, հարթեց իր հարաբերությունները Աֆղանստանի հետ, դա էլ է նշանակում, որ Պակիստանին էլ են պատրաստում բանը, կարճ ասած, ցամաքային միակ գործիք թուրքը եւ մի քանի գործիք, որից մեկը թուրքն է, իր կարևորությունը պակասում է։ Մի քիչ էլ անցնի եւ խոսքի օրինակ Պակիստանը ամբողջությամբ պատրաստ լինի, Թուրքին արդեն Սյունիքի օկուպացիա էլ թույլ չեն տա։ Մենակ կասեն, բանը հայկական ճանապարհից մի հատ ճանապարհից օգտվեք, խոսքի որ Սիսիանով է անցնում։ Մի քիչ էլ անցնի եւ Թուրքմենիան եւ այնտեղ Աֆղանստանը միանան, Թուրքին արդեն էտել չեն տա։ Կասեն մտեք տամոժնյայում փողը մուծվեք, ինչ պետք է այդ ճանապարհով գնացեք եկեք։ Կորիդորի մասին է մոռացեք։ Կորիդորն էլ, ասենք, դա ուրիշ բան է, դա ընդհանրապես այնչի ինչ որ մենք շատերս պատկերացնում ենք, դա բանն է, թուրքական նեղ բան է, շնչուղի է, թուրքերը կապող իրար, Տրամպը երբեք այդ շնչուղին իր ձեռը վրից բաց չի թողի։ Եթե բաց է թողելու, իրան միանշանակ ենթարկվող դաշնակցի ձեռը փոխարենը գալու տեղ հայտնվի։ Այսինքն, որովհետև երբ պետք է Էրդողանին եւ մինչեւ Մոնղոլիա, ասենց որ թուրքերի միությունը, բան Էրդողանը այս տասնյակ տարիներ կառուցում, երբ պետք է, այսենց շնչուղին սխմել է պետք, մի քիչ էլ սխմել, մի քիչ էլ, միջև ենթարկվեն։ Հիմա այդ շնչուղին Հայաստանի տարածքում է։ Դա Սյունիքն է։ Շնորհակալություն, պարոն Վարդանով, եւ ինչ լույս եք տեսնում Հայաստանում։ Պարապել, մարզվել, դադարել իրար վրա հաչալ, իստերիկ իրար հետ չխոսալ, իրար հետ զիջող լինել, գալ ընդրան, որ բոլոր հայ տղամարդիկ
ռազմական գործին ծանոթ լինեն եւ ձևավորված ռազմական կոլեկտիվներում տարվա մեջ 10-15 կամ 30 օր մարզվեն եւ մենք կդառնանք անհաղթահարելի դժվարություն թուրքերի համար, անպարտելի, ասենք, երկիր ամրոց կլինենք ազգ բանակով։ Այդ դա ես մաղթում եմ մեր ժողովրդին, իսկ դա հնարավոր է միայն ու միայն հունիսի 6-ից հետո հաղթած, պարտված, միավորված, չմիավորված բոլոր ուժերով իրար հետ նստեն ու գան կանոններ մշակեն, որտեղ որ արգելվելու է հայը հայից բաժանել, սև սպիտակ ասողներին պետք է ծեծեն կամ դատեն, օրենքներ ընդունեն, որ հայը հայից բաժանողը քրեական այդ ապանդվելի անձադառնում, թեկուզ Սփյուռքից բաժանող Հայաստանի Հանրապետությունը, թեկուզ արցախցիներին բաժանելով սյունեցիներից, թեկուզ, ասենք, արմավիրցիներին բաժանող, ասենք, Շիրակի ժողովրդից։ Շնորհակալություն, միասնություն, ազգ բանակ եւ երկիրդ ամրոց դարձնենք մեկից մեկ, էլի։ Շնորհակալություն, ամենայն բարիք ձեզ։ Շնորհակալություն, ձեզ նույնն եմ մաղթում։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս ՈՄ հիմնադիր Վովա Վարդանովն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։